Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը։ Շնորհակալություն Սերգեյ, որ դուք եկել եք։ Ձեզ շնորհակալություն, բարև ձեզ։ Հատուկ հումորի օր նշելը պետք է թե պետք չէ, այդպիսի, ասենք, չգիտեմ, հեղափոխության օր, մայիսի 1, չգիտեմ, մարտի 8 եւ հումոր։ Դե որպես հումորի օր չեմ ընկալում սա, բայց դե լավ որ մարդիկ իրար վրա ժողովրդական լեզվով ասած ֆռռում են, այսպես ասած, այսօր օրինակ այսօր ընկերոջս Վահրամին քանդակագործ ուղարկեցի իր բակ, որովհետև ռադիատրից էս ջուր էր թողել եւ ինձ շտապ 2 վեդրո ջուր էր պետք։ Հետո ասենք ինքը զանգում ասում է ուր ես։ Բայց հետաքրքիր է որ առաջ հա 40 տարի առաջ հա երբ որ ես դեպրոցական էի օրինակ դա ավելի շատ էր տարածված, այսինքն դյուրահավատ մարդիկ ավելի շատ էր, հիմա կարծես թե նրանք քչացել են։ Ես հիշում եմ, երբ որ մենք դզիբիլը գալիս տանում էին, չէ, աղբատար մեքենաներ կար, հա, եւ մենք միշտ այդ օրը երեխեքով անգամ ես ու հայրս հիշում եմ դուրս էին գալիս, այսպես զանգը տալիս էինք եւ ամբողջ հարևանները այսպես բիգուդիներով կանայք իջնում էին, շատ լավ էր։ Այսինքն մարդիկ ավելի քիչ են սկսել հավատալ, չէ՞։ Դե մարդիկ ու հավես չունեն կատակելու, բայց դե ես այսօրը միշտ անում եմ ու շատ հաջող։ Եվ ես հիշում եմ նաեւ Գաբրովո քաղաքում Բուլղարիայի կար ինչ որ հիմարների օր եւ այնտեղից էր գալիս այդ հիշում եք այդպիսի բան կար թե չէ։ Գաբրովոյից չեմ հիշում, բայց հիմարների նավել կար, օրել կար, հիմարների ծրագրել կար, Իվանովին հիշում եք։ Իհարկե։ Օրմածիկ, շատ Պարադիստի։ Հա, շատ հետաքրքիր ծրագիր ուներ Մոսկվայի ալիքով նայում ենք։ Դուք հանդիպել եք մարդու որպես դերասան նախ եւ առաջ, բայց նաեւ որպես մարդ, որը ընդհանրապես զուրկ է հումորի, դա չունի։ Հա, իհարկե, հա, մենք այդպես դասատուներ ունեինք, որ հետո շրջապատում էր կա մարդիկ, որ ասենք, այսօր դες բան ասում ես, դες անհաղորդ այսպես կովի հայացքով նայում։ Եվ դա ինչի՞ց է կապված, դա ինչ որ գենետիկա է, ինչ որ սոցիալական հարց է, իրադարձերն են, թե ինչն է։ Չէ, մարդու խառնված կա, մարդկա հումոր չունի եւ վերջ։ Այսինքն ինչպես ասենք սլուխ չունի։ Հա, սլուխ չունի, մարդը ասենք ու սիրում է երգել, բայց երգում է ու ահավոր է, լավա չի երգի։ Այդտենց անհումոր մարդիկ շատ հաճախ անեկդոտներ են պատմում, կատակում են, ասենք իրենք պատմում, իրենք ծիծաղում են, ասենց դու էլ զայրպիսա ծիծաղում ես հետները, որ ասենք ամոթ չլինի, էլի որ։ Իսկ պատահել է որ հանդիսատեսը, հա, կոնտակտի մեջ չի մտնում ձեզ հետ, հա, եւ դուք հասկանում եք, որ սխալ մասա է հավաքում։ Անշուշտ։ Հիմա արդեն ոչ, շատ հազվագյուտ է, որովհետև հանդիսատեսը զտվեց, իմ հանդիսատեսը 20 տարվա ընթացքում զտվեց, եթե ինչ վերաբերում է ստենդափներ, ինչ որ ես իմ անում եմ, զտվեց, արդեն գիտեն ուր են գալի, բայց այս վերջերս էլի եղավ այդպես, որ հանդիսատես կար, որը որ իր ափսեի մեջ չէր զգում իրեն, մինչև վերջ նեղվում էր, հետո կեսից այսպես սուսուփուս գնաց, զգաց, որ իր տեղը չի ընկել։ Դա ինչ հանդիսատես է։ Կրթություն չունեցող, չգիտեմ, հիմար։ Չէ, լավ էլ կրթություն կարող է ունենա, հիմար էլ չլինի, ուղղակի այդ կարգի հումորը իրեն դուր չգա կամ ասենք չհասկանա, կա չէ հումոր, որ ասենք կա ասենք սև հումոր, հա, կա, չգիտեմ, լկտի հումոր, կա ուղղակի բարի հումոր, հումորի տարբեր ձևեր կա, որ կարող է մարդուն ուղղակի ընկճել, նրա դուրը չկա։ Իսկ դերը սև է։ Չէ, սև չի, ուղղակի յուրահատուկ է կարելի ասել, որտեղ կարող է լինել նաև լկտիություններ, ասենք գոտկատեղից ներքև, ասենք հումոր կարող է լինել, բայց եւ այնպես ես համարում եմ, որ հումորը մի քիչ խորն է, ասենք միայն դա չէ, եթե միայն դա տեսնես, այո։ Հա։ Չէ, սևը ինչ է, Կվենտին Տարանտինոն կամ Վուդի Ալենը, հա, ինչ որ է։ Վուդի Ալենը սև չի։ Սև չի։ Չէ, դու Տարանտինո միգուցե, հա, ու սևը նա է, որ մարդուն կարող է սկզբից այսպես մի քիչ վատ թվալ, հա, ասես այդ դա է որ։ Բայց դա էլ գոյության իրավունք ունի։ Իհարկե ունի, սև հումոր, ասենք շիստուշկաներ կային, չէ, ասենք սարսափելի, ասենք վերջաբանով, ինչպես են պայթում, ինչպես են մահանում, էլեկտրահարվում, դա ծիծաղելի էր, ասենք, իրական, բայց դու նայում ես ինչի վրա է ծիծաղում, դրա մեջ ինչ-որ ինքնամաքրման մի բան էլ կա, հա, ինչպես ասենք կարնավալները, բաները, ասենք։ Հա, կատարսիս կա, էլի, ասենք ծիծաղում ես մի բանի վրա, որը բացարձակ ծիծաղելի չի, ուղղակի սիտուացիան ծիծաղելի է եւ դու ծիծաղում ես։ Իսկ հումորը սոցիալական այնուամենայնիվ կատեգորիա, այսինքն բեռնակիրը մի հումոր ունի, ակադեմիկոսը մեկ այլ հումոր ունի։ Չէ, հումորը հումանիստական,
մարդակենտրոն, ասենք կա եւ քաղաքական հումոր, սատիրա, կա եւ այսպես ամեն տեսակի հումոր կա եւ հումորով մարդը այն է, որը գալու է բոլոր չի, հա, էլիտար ժանր չի։ Էլիտար հումորը որն է, ես չեմ կարող։ Դա կամ ծիծաղելի է, կամ ծիծաղելի չի։ Ասենք ես չեմ հավատում այն քաղքենիներին ռուսերեն լավ բարգա խանժա, երբ որ ասենք այո, դա այս դրա վրա դա ինչ մի ծիծաղելու բան է։ Եթե ծիծաղելու է, ծիծաղա, ինչ կլինի, ինչ տավրից տնկնելու է դա ծիծաղը։ Այսինքն նա ինքն իր վրա դնում ինչ որ սահմանափակումներ։ Այո, սահմանափակումներ ծիծաղելու եւ ասենք իսկ ինձ թվում է որ եթե սիտուացիան ճիշտ է ընտրված, դե կոպիտ ասած, ես ու դու ասենք եթե մոտիկ են կարող ենք ինչ որ բանի վրա ծիծաղել, բայց նույն բանի վրա չեն կարող ծիծաղել եթե կողքներս մի ուրիշ մարդ լինի, հա, ուրեմն հեմ այս հումորը այս վիճակում իրավունք ունի գոյություն ունենալու։ Այն վիճակում միգուցե պետք չի, ասենք, էլի։ Իսկ պատմականորեն, ասենք, փոխվում է հումորը, հա, ու վերցնենք կատակերգությունը, հա, ասենք, չգիտեմ, Ադամանդե ձեռքը, հա, ինձ համար ինձ ամենասիրելի ֆիլմերից մեկը։ Հումորը մենք հասկանում ենք այդ հումորը, որովհետև մենք ծանոթ ենք խորհրդային ռեալիաներին։ Իսկ 20 տարեկանը ծանոթ չի։ Դե հա, բայց որտեղ ասում է ռուսո տուրիստո բրուկը, մեզ համար ծիծաղելի է, որովհետև դա գաղափարախոսական մի հումոր է, այն ժամանակվա, ասենք, ընդունված հումոր։ Հիմա ոչ ռուսո տուրիստոն կարող ես բացատրել։ Օբլիկոմարանը մանավանդ չես կարող բացատրել, ասենք։ Այսինքն հնանում է։ Հա, բա իհարկե, հումորն էլ է հնանում։ Ասում եմ, наши люди в булочную, на такси ездят, եւ դա ծաղելի էր, հա։ Բայց չեմ ասում թե ես օրինակ կա ներկայացումներ, որոնք որ սովետական հումոր է մոտես, բայց տեսնում որ երիտասարդները էլի ծիծաղում են, որովհետեւ շատ հաճախ կարեւոր չի ինչ ես ասում, այլ կարեւոր է ոնց ես ասում։ Այսինքն կոնտեքստի մեջ դնես ժամանակակից կոնտեքստի մեջ ես դնում բացի այդ խոսելու ասելու ձևը մատուցման ձև կա այստեղ, որը որ արդեն մի քիչ վերի վարպետության հետ էլ կապված է։ Իսկ լինում են անմահ, չգիտեմ, Չարլի Չապլինը այն ժամանակ մենք ամերիկյան ռեալիաները չենք հասկանում, չէ՞, թե ինչ է եւ բայց ծիծաղում ենք։ Այսինքն լինում են կան ինչ որ սիտուացիաներ, որ միշտ ծիծաղելի են, որքան էլ դա կարող է այն կեղծ բարեպաշտները ասեն, որ դա ծիծաղելու բան չէ։ Երբ որ տորտը խփում ես մարդու երեսին, դա ծիծաղելի է։ Եվ հետաքրքիր է, որ կատակերգություն, ասենք 3-4 դար շարունակ կատակերգության անբաժանելի մաս է։ Անբաժանելի մաս է, տորտերով խփելը իրար, հա, գոտկատեղից ասենք հումորները, ներքև հումորները, դրանք ասենք ծիծաղելի են, ասենք, եւ բացի այդ որ այն ինչքան դաժան շատ հաճախ երբ որ վերլուծում ես այնքան ավելի ծիծաղ մարդու դուրը գլուխը մնում է դրանտակ ամոթ ծիծաղ բայց դա դաժանություն է չէ Միկի Մաուսը կամ ասենք այդ նման Դիսնեյի ասենք ֆիլմերը չէ այո էլ ծիծաղելի է կողքի ծիծաղում ես որովհետեւ կարևորը ոնց ես անում Ես լսել եմ որ Դիսնեյի այդ ամբողջ այդ սերիալը Միկի Մաուսը եւ Տոմի Ջերին այսինքն մեծի եւ փոքրի վատ հարա, այսինքն փոքրը ինչպես չի հարգում մեծին եւ դա սխալ ինչ-որ դաստիարակություն է։ Լսել եք այդ Խանժսկի։ Հա, նույն բաները ասենք Մալիշի Կարլսոնը շատ սխալ, որովհետեւ եկամարտ ասենք երեխու հետ ինչ հիմարություններ է անում։ Կրակադիլ Գենան եւ ասենք Չիբուրաշկան շիպակլյակը, հա։ Ինձ հաճախ ասում են որ այ մեծ մամի կերպարը դուք տեսել եք կյանքում այդպիսի մեծ մամ, այդպիսի պարաֆ, այդպիսի տատիկ, որը որ այդպես է իրեն։ Ամենահաջող կերպարներից մեկը։ Հա, բայց դե շիպակլյակն էլ ամենահաջող կերպարը դուք տեսել եք որովե տատիկ, որը ասենք առնետ պահի իր պայուսակի մեջ եւ չարություններ անի բարձատիկով շուշաջարդի եւ նույնիսկ ասում էին որ պարսկահայի ակցենտը սխալ է վերարտադրում։ Այդտեղ գալատ էին անում հաստատ, որովհետեւ ես ունեի մոտարապես մի 3 ուսուցիչ, որոնք որ ինձ սովորեցրել են եւ ոչ մի adekvat պարսկահայ չի ասել որ ես սխալ եմ ասում։ Հա։ Իսկ քաղաքական ասացիք հա երկիծանք եւ այլն, ասենք թե հիմա դուք հումոր անեք ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վրա 5 տարի հետո ով կհասկանա այդ ովքեր էին հասկանում։ Ոչ ոք չի հասկանա իհարկե, բայց պահի տակ եթե նկատի ունեք, ասենք եթե իմ դիվադաթարները որ անում եմ ինտերնետում այդ ռոլիկները, իրենք բավականին պահանջված են եւ պահանջված են ոչ միայն այսպես մեր կողմից, այլ նաև իշխանության կողմից նույնպես, որովհետև ես կոնկրետ գիտեմ դեպքեր, երբ որ իրենք հավաքվում են եւ նայում եւ ծիծաղում են, ասենք այդ ամենի վրա։
Բայց դա հասկանում եք, որ հնանալու է, չէ՞։ Իհարկե հնանալու է։ Դա որ հաստատ, դա որտեվ պահի տակ արված, ասենք, ԲՀԿ կամ ՀՀԿ, ասենք այդ հապավումները մի 100 տարի հետո, ինչ 100 տարի, մի 10 տարի, ու ԲՀԿ-ն արդեն մոռացան, ՀՀԿ-ն եւս մի 50 տարի էլի կմոռանան, բայց ինչպես ՍՄԿԿ, ոնց որ հայոյան կլինի, չէ՞։ Հիմա մի երեխուն ասում ՍՄԿԿ, կա ՍՄԿԿ-ն հերը տա։ Հա, 10-20 տարեկան երեխային ինչ ասես, ՍՄԿԿ-ն, հա։ Եվ այնուամենայնիվ իմ զրուցակիցներից մեկն է ռեժիսոր Ռուբեն Բաբայանն, ասում է, որ թատրոնը ընդհանրապես այսօրվա բան է, հա, թատրոնը չի, ասենք, Փափազյանի խաղի վրա դուք չեք կարա հիմա հիանալ։ Չեք կարող, դեռ ավելին, ես ռադիոյով լսեմ միայն Փափազյանի խոսքը, սարսափելի է, ասենք, այսօր որ լսում ես, դա բացարձակ թատրոնի եւ այսօրվա թատրոն ընկալման հետ, բեմական խոսքի ընկալման հետ ոչ մի կապ չունի, որը սարսափելի, ասենք, ինչ որ հնչյուններ են, ասենք, դա այսօրվա։ Այո։ Հա, ու պարզ է, ասենք, դա փոխվում է, թատրոնը հենց այսօր, հենց այս բանին դեռ ավելին, պիեսը գրվում է դերասանի վրա։ Կոնկրետ դերասանի, իսկական թատրոն դա է, իսկական թատրոն ունի իր դրամատուրգը, հա։ Ոնց էր, ասենք, Ռոզովը, ասենք, գրում կոնկրետ դերասանների վրա, հա։ Իսկ դասական գործերը Շեքսպիրը նույնպես գրվում է։ Գրում են կոնկրետ դերասան, բայց այսօր խաղում են, չէ՞։ Այսօր մի ձև կան գործեր, որոնք որ մնացին, այսպես հա Չեխովն էր գրում, ասենք, դերասաններ, բայց դա կա, ասենք, որ հետո մնացին, բայց դե իսկական ոնց որ թատրոնը, իսկական պիեսը այն է, որ գրվում է կոնկրետ մարդու վրա։ Այսինքն ինչպես, ասենք, 40 տարի հետո մի երիտասարդ YouTube-ով տեսնի, թե ինչպես է խաղում Սերգեյ Դանիելյանը, դուք նույն ռեակցիան կա, ինչ որ դուք տալիս եք Վահրամ Փափազյանի վրա, հա։ 40 տարի հետո չէ, իմ անցյալ տարվա գործ ես չեմ կարող նայել սկի։ Ասենք, կան, ասենք, ունեմ կասետներով ինչ որ ին, ասենք, Արմեն Մազմանյանի մոտ արված բան, արդեն նայելու բան չի։ Իսկ ի՞նչն է փոխվել, կարող եք ձևակերպեք։ Աշխարհը ընկալումն է փոխվել, զուտ պրիոմերը են փոխվել, հա։ Աշխատելու հանդիսատեսի հետ խոսելու, կան ինչ-որ հա ստանդարտներ, որը որ միշտ էլ կա, բայց փոխվում է այդ ամենը քեշած։ Իմ տպավորությամբ առաջ ավելի այդպես վերամբարձր, այդպես շատ էին մռնչում այդ դերասանները ինչ որ բան էին անում, հա։ Հիմա էլ են մռնչում։ Հա, այնտեղից մնացել է։ Չգիտեմ, այդ գավառական թատրոնի Վատ թատրոնի, գավառական չի։ Դա Ադեմ Պարքայելը, Ստանիսլավսկին, հետո Միխայել Չեխովը, հետո Ստերեոտի մեր ռեժիսորները բան։ Դա միշտ էլ կա, ասենք, կա ինչ որ տես մի հատ խոցելի տեղ թատրոնում, որ շատ հեշտ կարելի է այդ մռնչոցին, ասենք տեղ տալ, հա, դա վատ թատրոն է, չասենք գավառական։ Կա, ես կոմեդի ֆրանսիաս գնացի քունս տարավ 2 րոպեից, սարսափելի է։ Էս վերջերս։ Ասենք մեր Սունդուկյանը, բան, ասենք Գրատովսկի, ասենք Մակարդակի թատրոնը, ասենք այսօրվա դրությամբ։ Այսինքն նրանք իր ավանգարդիստ, նրանք փարիզեցի են, պրովինցիալ չեն, գավառական չեն, աշխարհի կենտրոնը չէ, կոմեդի։ Մոլերը աթորները ուրախանում են եւ այլն, այստեղ չնստել, այստեղ չկանգնել, այստեղ։ Եվ այդ նույն մռնչոցներն։ Սարսափելի մռնչոցները։ Կորնել էին նայում, Սիդը 20 րոպե չեմ նայել, քունս տարավ խցեցի խռացնել, կողքից վայլով այսպես տատիկներ սկսեցին նայել, բանասի լավ ներեցեք, ես գնացի։ Այսինքն ավելի հասարակ է դարձել, հա, ավելի, չգիտեմ, մարդամոտ է դարձել, թե ինչ։ Թատրոնը, ես իմ, հա, ինտերակտիվ է դարձել ավելի։ Թատրոնը ավելի, այսպես մի սուալուն է ձեռք բերել, հա։ Նայ նոր ինձ ասում են, այ կոմեդիա են սիրում, թե տրագեդիա, այդ ժանրն է դել արդեն խառը, կոմեդիան որն է, տրագեդիան որն է, սա խառնվել է իրար եւ հիմա ասենք ավելի այսպես մսոտ թատրոն է հիմա, հա, չկա այդ 4-րդ պատը վաղուց Ստանիսլավսկում ասած որ 200 տարի առաջ ասած վաղուց չկա։ Դառնալով ուրեմն կատակերգությանը, հա, այդ ժանրը հիմա շատ տարածված է, հա, սիտուացիաների, այսինքն իրավիճակների կատակերգությունը եւ կան վարպետներ ձեզ Հայաստանում թե աշխարհում, որոնց դուք կուզեիք նմանվել, հա։ Նմանվել։ Չէ, երևի նմանվել չէ, բայց կան ինչ որ տես տարբեր ճյուղեր, որ համարում են, որ նրանք վարպետ են, ասենք ստենդափների մեջ դա Ջոն Կարլինն է, չգիտեմ, կլաունադայի մեջ երևի Էդվարդ Ջանգոն, չգիտեմ։ Դուք համարվում է, այսինքն դուք համաձայն չեք, որ նրանք վարպետ են։
Համաձայն եմ որ պետք են ասենք կա նմանվել որն է ասենք ավտորիտետ են ինձ համար հա չեմ կարող ասեմ որ ես անում եմ ամեն ինչ նման լինեմ առանց հեռուստատեսության դա հնարավոր է այդ ժանրը հնարավոր է առանց այդ հեռուստատեսության միայն բեմում այսինքն առանց վիդեոյի այդ բոլոր ժանրերը թատրոնում միայն բեմում ուտվում են հա բայց իհարկե ինչ որ ես ասացի դա միայն բեմում է այո միայն բեմում ու պարզ ասենք ստենդափը կարող ես եւ լսել բայց ինչ խոսք թատրոնում ուրիշ է ասենք ես ասենք նրանք դուք տեսագրություններից եք հասկանում ինտերնետ կա ինտերնետից հա շատ հեշտ է ասենք առաջ դժվար էր ես հիշում եմ Միխայել Չեխովի ինձ ասենք վարժությունները մենք քսերոքսով ասենք այսպես իրար բաժանում Նգրատովսկի ենք բաժանում եւ հիմա ինչ է մի հատ կլիկ ես անում եւ ամեն ինչ բերում է որ ասում են այ դա ինստիտուտում սենս է ամենից է կրթված են կրթված չեն ծիծաղել է ինձ համար որտեղ ասենք եթե մարդ ուզենա կրթվի կա տուն նստած կրթվի դուք դասավանդում եք չէ եւ չեք պատրաստվում չէ մեկը չի լիզ դասավանդի ես չեմ սիրում նման պատասխանատվություն չեմ ուզում այնուամենայնիվ իմ տարիքի մեր տարիքի մարդկանց մոտ կա չէ այ հիմա հումորը դարձել է ավելի գրեհիկ այն ժամանակ չգիտեմ Ռայկինը կամ չգիտեմ Մհեր Մկրչյանը ավելի նուրբ հումոր ունեին իսկ հիմա Մհեր Մկրչյանին տեսել եք դրա ի՞նչն է նուրբ հումորը չգիտեմ ճիշտ ասած կամ ասենք նույն Ռայկինը ասենք ոչ մի նուրբ կամ կոպիտ չես կարող իրեն ասել կլասիկա է ուղղակի այդպես հետո հիմա որ գրեհիկ է բան եւ այլն չէ կա հիմա ուղղակի շատ կա հիմա կա համ գրեհիկ համ ոչ գրեհիկ խնդրեմ ընտրեք որ ուզում եք դուք կողմ եք նաև գրեհիկին այսպես ասած այո իհարկե կա ինձ 5 հատ անեկդոտ ասեք որը որ գրեհիկ վերջաբան չունի կամ գրեհիկ այդ բոլոր անեկդոտները ես եթերում չեմ կարող պատմել այսինքն դրա համար նայած ոնց պատմես որտեղ պատմես եւ նաեւ ով է դա պատմում դա էլ է շատ կարեւոր երբ որ դա լսում ես ինչ որ մարդուց որի կերպարի հետ այդ խոսքը այդ հնչյունը այդ սիտուացիան բացարձակ կապ չունի դու արդեն սկսում ես նեղվել որ ասում ես լավ էլի դու զբաղվի քո գործով հա ինչի է մարդ դա ինձ հիմա պատմում իսկ մի հատ ասենք մի տատիկի բերանից կարած մի գրեհի բան լսես ասենք ու ազնկի ցավից քանդվեց տարիներ շարունակ հիշես դա թե նա ոնց դա ասեց ու ինչքան տեղին էր տատիկ ասեցիք դուք սիրում եք տատիկներին մարմնավորել հա ինչ որ բան պես սիրում կանանց մարմնավորել շատ հետաքրքիր է եւ այն օրը խոսում ենք որ ոչ մի կին չի կարող խաղալ ու 1000-ից 1 հա այդպես օրինակներ կա որ կարող են խաղալ տղամարդ կանց եւ քիչ կին կա որ տղամարդ է խաղացել եւ գրեթե բոլոր այսպես դերասանները շատ հեշտ են խաղում կանանց հետո ասեցի մտածել ինչու համար մի հատ աղջիկ շատ դերասան ասեց շատ լավ ասեց որովհետեւ կինը ունի ինչ որ մի բռնվելու բաներ որ կարակ բռնվեք հա ու ընդհանրապես առանձնահատկությունները անում ես դու արդեն կին ես տղամարդու առանձնահատկությունը չի երևում որ որպեսզի դու իրան բամնավորես հա բացի հաստ բամ ձայնից եւ մորուքից հա ու դու ինչ խոսք կնոջ խաղալը հեշտ է եւ հետաքրքիր ու շուշահեկան Վերջին հարցը հաճախ են ասում, որ այս վիճակում հա սոցիալական բա մարդիկ սիրտ ունեն հումոր անելու, կատակելու, դուք համաձայն եք թե չէ։ Համաձայն չեմ, որտեղ իմ վերջին հումորները մոտ 70,000 դիտում ունեն։ Հենց հավաքական, հենց այս վիճակի, որտեղ ինչքան վատ, այնքան ավելի ծիծաղելի կողքից։ Միշտ մարդ սարսափելի քանդվում է եւ ծիծաղում թաղումներին, չէ, ասենք, երբ որ ասենք հեչ ծիծաղելու բան չի, բայց մի ապուշ մի բան կարող է քեզ իսկապես շատ հունից անել։ Եվ ասենք սովետի այդ մի քիչ փակվածությունը, հա, նպաստում էր նրան, որ հումորը ծաղկի։ Բա իհարկե, հա, իհարկե, նույն, ասենք, եթե վերջնես ստենդափ ժանրը, վերջնես ռուսներին, հա, Ժվանեցկին, Զադորնովը եւ այլն, ասենք մի փոքրիկ մի բան ակնարկ էին անում, մենք բոլորս կրկնում ենք։ Հասկանում ենք, հա, թե երևի թե դա նկա։ Հիմա բավականին ավելի դժվար է, ասենք, դա անում, որտեղ հիմա ինչ ասել է հեշտ։ Շնորհակալություն հետաքրքիր։ Շատ ձեզ մերսի։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ դերասան Սերգեյ Դանիելյանը, մենք վաղ նորից կհանդիպենք, տեսություն։